Բարև ձեզ, օրվա լրոսի կարևոր նորություններ ներկայացնում հորիզոն լրատվականը հունվարի 16-ն է ուրբաթ։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վերաբերող օրենքի ընդունումից անցել է շուրջ 2 տարի, ներկայում արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից, որոնց 27 տարին լրացել է, չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլ ընտրանք, քան 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է նոր օրինագիծ, որով առաջարկում են լուծել խնդիրը։ Հարցը քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, արժանացել դրական եզրակացության։ Պատգամավորի հաշվարկներով, եթե օրենքը չընդունվի, թե քաղաքացիները եւ թե պետությունը վնասներ կկրեն։ Քրեակատարողական հիմնարկում մեկ անձի պահման միջինացված ամսական ուղղակի եւ անուղղակի ծախսերը կազմում են 437.900 դրամ։ Եթե վերադարձող անձին դատապարտվեն ազատազրկման 3 տարի ժամկետով, ապա պետությունը նրանցից ամեն մեկի պահման վրա պետք է ծախսի 15.764.400 դրամ։ Այսինքն, եթե բոլոր 1200-ն ինքնական վերադառնան եւ դատապարտվեն, պետությունը միայն նրանց անազատության մեջ պահելու համար պետք է ծախսի շուրջ 19 միլիարդ դրամ։ Իմ այս օրենքով ես առաջարկում եմ լուծել այս հարցը մեկընդմիշտ, որպեսզի եւ մեր տղաները շահեն, եւ պետությունը։ Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը։ Առաջին՝ ծառայել 24 ամիս ժամկետով։ Երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ։ Չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ։ Եվ 5-րդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Նշեմ, որ իմ նախորդ օրենքի ընդունումից հետո 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացի։ Նրանք վճարել եւ կամ ծառայել են զինված ուժերում, հաշվառվել պահեստազորում, պետական բյուջեի մուտքագրվել շուրջ 2 միլիարդ դրամ կամ 5 միլիոն դոլար գումար։ Սա նշում եմ օգոստոսի 1-ի դրությամբ, այժմ այդ թիվը անհամեմատ ավելի մեծ է։ Այսինքն ակնկալվում է, որ մեր հայրենակիցները կօգտվեն օրենքից, նրանց մի մասը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն, հսկայական գումարներ կմուտքագրվեն պետական բյուջե, որը կարող ենք ծառայեցնել մեր կարիքների համար, եւ նաեւ նրանց ճակատագրերը չեն շարունակի խեղված մնալ, նրանք չեն դատապարտվի կամ չեն շարունակի արտասահմանում մնալ այլ կարգավիճակով եւ կվերականգնվի նրանց կապը Հայաստանի Հանրապետության հետ եւ նաեւ կհամալրվի պահեստազորը, այսինքն կշահեն թե մեր արտասահմանում բնակվող տղաները, թե նրանց ընտանիքի անդամները, ովքեր կտրված են շատ հաճախ նրանցից եւ կշահի մեր պետությունը, քանի որ նաեւ կկրճատվեն հետախուզվող անձանց հայտնաբերման, պահման, դատապարտման ուղղությամբ ծախսվող հսկայական գումարները, որ այժմ ծախսում ենք ոստիկանության, դատախազության, քննչական կոմիտեի, պրոբացիայի ծառայության, դատարանների եւ այլ պետական կառույցների աշխատակիցների այս ուղղությամբ տարվող աշխատանքների ուղղությամբ։ Պարոն Սարգսյան, ուղղակի ականջս ցակեց, որ տարբերակներից առաջինը 24 ամիս ծառայելն է, մենք 24 ամիս ծառայությունը ժամկետայինների համար դարձրել ենք 18 ամիս։ Չէ, նկատի ունեմ հիմա կարողած տեղել է հենց պետք միանգամից այդ բառակապակցությունը 24 ամիսը դարձնել 18 ամիս, թե իրանց համար հենց 24 ամիսը պետք է մնա։ Նշեմ, որ այս օրենքից օգտվելու են 1999 թվականին ծնված, 2000 թվականին ծնված մեր տղաները, նրանք եթե ըստ ընթացակարգի գնային ծառայության, պետք է ծառայության մեկնային 2018 թվականին կամ 2019 թվականին եւ այդ ընթացքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եղել է 24 ամիս։ Այսինքն ենթադրաբար նրանց հասակակիցները գնացել են եւ ծառայել են 24 ամիս ժամկետով եւ նրանք քանի որ այս ընթացքում 9 տարի 10 տարի բաց են թողել եւ մենք նրանց հիմա տալիս ենք ծառայությամբ իրենց հայրենիքի պարտքը փակելու հնարավորություն, կարծում եմ որ պետք է տանք նույն ժամկետով ծառայել են նրանց հասակակիցները։ Այլապես կլինի անարդար 1999 թվականին կամ 2000 թվականին ծնված մեր մյուս տղաների նկատմամբ, ովքեր 2018-ին գնացել են ծառայության 24 ամիս ժամկետով։
Վերաքնիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանք։ Այս մասին հայտնել է հակակոռուպցիոն դատարանից։ Նշվել է, որ դատարանի նոր որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք 2 ամիս ժամկետով։ Ավելի վաղ դատարանը մասնակիորեն բավարարել էր Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխարինելով տնային կալանքով եւ գրավով։ Այս տարվա հունվարի 1-ից առողջության պարտադիր ապահովագրությունն առաջին փուլով տարածվում է նաև սոցփաթեթի շահառուների վրա։ Այժմ սոցփաթեթի շահառուների համար մի շարք բարեփոխումներ են կատարվել, որոնց մասին այսօր կայացած մամուլի ասիլուսում ներկայացրել են պատկան մարմինների ներկայացուցիչները։ Դրանցից ամենակարևորը, որ սոցփաթեթի շահառուները ստանալու կամ օգտագործելու համար իրենց գումարը պարտադիր չի, որպեսզի անցնեն բժշկական կանխարգելիչ հետազոտությունը, դա առաջին կետը։ Երկրորդ կետը ուզում եմ տեղեկացնել, որ 201,000 եւ ավել ստացող սոցփաթեթի շահառուները կարող են մեկ անգամ դիմում գրել իրենց գործատուին եւ իրենց հասանելիք ամսական 6000 դրամը եւս փոխանցել որպես ապահովագրավճար, ինչպես գիտենք 201,000 դրամ ստացող եւ ավել շահառուների կողմից մասամբ ապահովագրավճարը սուբսիդավորում է պետությունը, այսինքն սուբսիդավորում է զինապահից, այսինքն 5500-ի փոխարեն 4500-ը ուղղվելու է հիմնադրամին, ու եթե սոցփաթեթի շահառուները մեկ անգամ դիմում են գրում գործատուին եւ 6000 դրամը եւս ուղղվում է դեպի հիմնադրամ եւ իրենց աշխատավարձից գանձվելու է ընդհանուր 300-ական դրամ։ Սա է ամենակարևոր բարեփոխումներից մեկն է, հակուզեն ավելացնել, որ այն մարդիկ, ովքեր որ ստանում են 200,000 եւ ավելի քիչ աշխատավարձ, նրանք շարունակելու են բուժումը անցնել իրենց բժշկի միջոցով, այսինքն սոցփաթեթի շահառուները դեռ, այսպես ասած, սպասարկում են սոցփաթեթի շրջանակներում։ Այդ բարեփոխումը նախատեսվել է արդեն երկրորդ փուլով, որպեսզի նրանք եւս դառնան պարտադիր ապահովագրված անձ։ Պայմանական, եթե իրենք 5 տարի չեն օգտագործել իրենց սոցփաթեթի գումարները եւ այդ 5 տարիների ընթացքում կուտակել են 5 անգամ 72,000 եւ հիմա մտածում են այդ գումարը ամբողջությամբ կանխիկացնեն 26 թվականի ընթացքում կկարողանան միայն այն չափով, որ իրենք 25 թվականի ընթացքում կուտակային գումարներ են փոխանցել։ Միգուցե հենց ամբողջությամբ է կարողանան կանխիկացնել, միգուցե ոչ։ Իսկ եթե ամբողջությամբ չկարողանան կանխիկացնել, կարող են իրենք այդ մնացած գումարը օրինակի համար ծախսել կրկին նշած ուղղություններով հանգիստ եւ այլն։ Այս փոփոխություններով մենք ուղղակի նոր հնարավորություն ենք ավելացրել, որ մեր սոցփաթեթի շահառուն միգուցե չի ցանկանում իր հաշվին կուտակած գումարները կամ հաշվին փոխանցվող գումարները ուղղել հանգստին եւ մնացած այլ ուղղություններին, այլ ցանկանում է այդ գումարը ուղղել հենց ապահովագրական հիմնադրամին։ Սա եւս մեկ նոր հնարավորություն է, որը հունվարի 1-ից կա։ Միգուցե մեր սոցփաթեթի շահառուները իրենց մասով ապահովագրության գումար իրենք վճարում են իրենց աշխատավարձից, բայց նաեւ իրենք ցանկանում են ապահովագրել իրենց ընտանիքի անդամին օրինակի համար։ Եվ այս դեպքում արդեն ընտանիքի անդամի ապահովագրավճարը կարող են փոխանցել իրենց սոցփաթեթի գումարներից, այսինքն այս հնարավորությունը եւս նախատեսել ենք։ Բոլոր մեր սոցփաթեթի շահառուները, ովքեր այս տարվա ընթացքում չեն դիմում իրենց գործատուին, որ իրենց աշխատավարձի հետ զուգահեռ նաև սոցփաթեթի գումարները փոխանցի հիմնադրամին, այլ իրենք այս աշխատավարձից են միայն փոխանցում, հաջորդ տարվա ընթացքում իրավունք ունեն իրենց սոցփաթեթի գումարներից կանխիկացնել այնքան գումար, որքան որ իրենք այս տարվա ընթացքում փոխանցել են հիմնադրամին։ Այսինքն կանխիկացման եւս մի ուղղություն է ավելացել, այն դեպքն է, երբ որ, ինչպես նշեցի, այս տարվա ընթացքում դուք ձեր աշխատավարձից եք վճարում հիմնադրամի, ոչ թե պահվում է այս տարի սոցփաթեթից, այլ ձեր աշխատավարձից է փոխանցվում, բայց հաջորդ տարի այնքան որքան որ դուք ունեք սոցփաթեթի գումար կուտակած ձեր հաշվին եւ այնքան որքան որ դուք նախորդ տարի փոխանցել եք հիմնադրամին, այդ գումարի չափի սահմաններում հնարավորություն եք ունենալու գումար կանխիկացնել։ Առողջության համընդհանուր ապահովագրությանը կանդրադառնանք նաև հորիզոնի այս եթերաժամի թողարկումից հետո տեսանկյան հյուրը կլինի Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը։
Չհաշվարկված աշխատանքային ստաժը վերականգնելու հնարավորություն կա պարզեցված ընթացակարգով։ Նոր մոտեցմամբ կրճատվել է քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերի քանակը եւ էականորեն արականալու է կենսաթոշակների նշանակման գործընթացը։ Մինչ այդ աշխատանքային գրքույկը բավարար չէր ստաժը հաշվարկելու համար։ Այժմ աշխատանքային տարիները հնարավոր է վերականգնել միայն աշխատանքային գրքույկում, եթե այն պահպանված լինի։ Իսկ ստաժի կորուստները բաժին են ընկնում հիմնականում 90-ական թվականներին։ 50 տարվից ավելի ստաժ ունի մանկաբաշխական։ Հիմա էլ արդեն թոշակ եմ ստանում։ Ընդհանրապես քիչ եմ ստանում, 57,000 եմ ստանում։ Աշխատանքային տարիների դիմաց սահմանվող կենսաթոշակը, որոնք այսօր ստանում են 63 տարին լրացած անձինք, ամենաշատ քննարկվող սոցիալական հարցերից են։ Աշխատունակ տարիքում կատարված վճարումների դիմաց սահմանված կենսաթոշակները ոչ միշտ են պատշաճ արտացոլում եւ գնահատում այն ներդրումը, որը ժամանակին արել է քաղաքացին իր աշխատանքով։ Համատեղության կարգով աշխատել եմ, բայց քանի որ ես մեր երկրում համատեղությունը չի համարվում կրկնակի աշխատանքային ստար, դրա համար էլ մի տեղից եմ ստացել։ Աշխատել եմ սկզբից շաքարի գործարանում, հետո 07 պոչտայում եմ աշխատել, հետո կարի գործարանում։ Ուդի թոշակար ունենք կամ բարձր թոշակ ստանա, որ կարողանա կոմունալներ եմ ուզել, որ կարողանա ինչ որ հրավիրեն մարդուն, մարդը լիարժեք գնա, ինչ որ տեղը մասնակցի, հիվանդանի դեղորայքները կարողանա առնել։ Մանկավարժության մեջ եմ աշխատել 45 տարի, 66,000 դրամ, որից կեսն էլ դեղորայքի եմ տալիս։ Կենսաթոշակները գոնե քննադատեին մարդու աշխատանքը, դա իրենք է վաստակել, իրենց վաստակած թոշակն է։ Հայաստանի օրենքներով ծերության կենսաթոշակ նշանակվում է ՑՄ աշխատունակության վիճակից անկախ 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ։ Տարիքային կենսաթոշակ նշանակվում է նաև 63 տարին լրացած այն քաղաքացիներին, որոնք ունեն առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ։ Բայց փաստացի եւ բազմաթիվ են օրինակները, երբ մարդու աշխատած տարիների մասին տվյալները չեն պահպանվել, իսկ թոշակի հաշվարկման ժամանակ դժվար է այն ապացուցել, երբ աշխատանքային գրքույկում եւ արխիվային փաստաթղթերում դրանք ֆիքսված չեն։ Այսինքն գործատում չի կատարել սոցիալական վճարները, սրանով թաքցնելով նաև աշխատուժի իրական թիվը։ Գործերել են, որտեղ սոց վճարումներ չեն կատարել, տվյալ հիմնարկ ձեռնարկությունը չի կատարել։ 92 թվականից հետո մեր մոտ հաշվարկային համակարգով սոց վճարումների տեղեկանք պետք է ունենաս, որ բանը ստաժը հաշվեն։ Դե սոց վճարումները, որ հիմնարկը չի կատարել, արխիվներ չկա, երկրաշարժից հետո կորցրել են։ Գործաստարի ունեմ, բայց թե եդիկ չես է կրնի, չեն կրնա կրնի։ Քան տարի կորցրել։ Չեմ կրնասի համայնա, որ չեմ 7 տարի կորցրել եմ։ Արխիվիսել եմ չկա, всё, ես որ դիսկ կդնում։ Շինարարություն աշխատած, շինարարությունը գնաց, ձերքերեն առան էլի կորձը։ Ու մնաց այնտեղ, իրանց մոտ է, հետո իրանց ու դիսկ կդնի չկդա։ Նաշտեն էլ իմաստ չունի, տարիքը եկե ինքան է հասել նորից, անգնեմ այդ մանաշ բաների հետևից, երեխեքսել են ինձ օգնում, այնպես որ բավարար է, էլի չեմ ուզել քաշքշուկների բաների մեջ գնամ։ Վերջի 2 տարին ինձ կթվա այդ երկրաշարժից հետո 90 քանի թվերը չհաշվեցին, որովհետև սոցիալֆոնդ ինչ որ չէր մուծվել էտեր դրա համար։ Հա։ Բայց մնացածը հաշվել է։ Ժամանակին արդյունաբերական քաղաք համարվող Լենինականում երկրաշարժի հետևանքով ավերվեցին, հետո թլանվեցին գործարաններն ու ֆաբրիկաները։ Հետնել աշխատավորների աշխատանքային գրքույկները եւ մյուս փաստաթղթերը չպահպանվեցին կամ ոչնչացվեցին։ Շատ գործատուներ տարիներ շարունակ կարևոր փաստաթղթեր չեն հանձնել քաղաքային արխիվ, բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել ունեցած աշխատանքային ստաժները հաստատել ու ստիպված թոշակի են անցել միայն 65 տարեկանից, ստանալով ծերության նպաստ։ Մինչև հիմա էլ կան քաղաքացիներ, որոնք դիմում են մարզային արխիվ, հույսով, որ կգտնեն 90-ականներից մինչև 2000-ականների սկիզբ կորցրած աշխատանքային տարիների մասին տվյալներ։ Կան կազմակերպություններ, որոնք ընդհանրապես փաստաթուղթ չեն հանձնել, ու նույնիսկ եթե մենք տեղը գիտենք այդ փաստաթղթերի մոտավոր խորհուրդ ենք տալիս, իհարկե եթե ունեն իրավը հաջորդներ։ Ասենք միգուցե մեկը Լենկոշը, ասենք Լենինագանի կոշիկի ֆաբրիկան, հետո ինչ որ իրավա հաջորդ ունի եւ հիմի ինքը գործող, ասենք հիմնարկ է կամ կնիկ ունի, մենք քաղաքացիներին կամ ցանկացած հարցման խորհուրդ ենք տալիս դիմել ինչ հասցեով կազմակերպության անվանումը ամեն ինչ գրվում է եւ խորհուրդը տրվում է, որ հարցումը ուղարկեն այդ հասցեով։ 90-ականների հախուռն սեփականաշնորհումների այլ ոլորտներում անվերահսկելիության պատճառով առաջ եկած խնդիրները քաղաքացուն կարող են հասցնել մինչև դատարան։
Իսկ կորցրած ստաժները հաստատելու գործընթացը քաղաքացիների համար այնքան էլ հեշտ չէ։ Կետեր լուծարված են եւ փաստաթուղթ չեն տվել, քաղաքացիները ստիպված են դիմել դատարան, ինչ որ վկաների, որոնք ունեն աշխատանքային կրկուկներ, վկաների միջոցով իրենց աշխատանքային ստաժը հաստատեն։ Թոշակավորման գործընթացում այս տարվանից որոշակի բարձրացումներ են կատարվել։ Նախկինում բացի աշխատանքային գրքույկից պահանջվում էր սոցվճարների կամ աշխատավարձերի ստացումը հաստատող փաստաթղթեր։ Այժմ դրանք պարտադիրների ցանկից հանվել են եւ աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով։ Քաղաքացին ընդանուր ունեցել է 5 տարվա ստաժ, 10 տարվա այդ շեմը չի լրացրել, չի թոշակավորվել։ Իսկ հիմի կարող է նորից կարծեմ օրենքը ընդունվել է։ Շատ հանգիստ կարող են դիմել գրքույկի առկայության դեպքում, եւս նշեմ։ Դիմել սոցապբաժին, նորից հարցումը կկատարեն կամ հարցում կկատարեն կամ արդեն նոր օրենքով առանց հարցում կատարելու էլ չեն կատարի բնականաբար, որտեղ արդեն կատարել են։ Միանգամից ստաժները հիմք կընդունեն։ Նոր ընթացակարգով կմշակվեն եւ կներդրվեն ծրագրային գործիքներ, որոնք հնարավորություն կտան ինքնաշխատ եղանակով հաշվարկել աշխատանքային ստաժը եւ ձևավորել սոցիալական վճարների վերաբերյալ տեղեկանքներ։ Այս թարմացումները վերաբերում են նաև բռնի տեղահանված արցախցիներին։ Արցախի տարածքում 1992-ից 2013 թվականներին կուտակած աշխատանքային ստաժը կհաստատվի նաև այն դեպքում, երբ օբյեկտիվորեն բացակայում են սոցիալական վճարները կամ աշխատավարձի վճարումները հաստատող փաստաթղթերը։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Եվ թողարկման վերջին հատվածում միջազգային նորություններից։ Վենեսուելայի դիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հյուրընկալվել է Սպիտակ տանը եւ Դոնալդ Թրամփին նվիրել խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը։ Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ Թրամփը մտադիր է պահպանել մեդալը, բայց նաեւ հայտնի է, որ Նոբելյան կոմիտեն թույլ չի տալիս որևէ մեկին հանձնել այդ մրցանակը։ Անկախ ամեն ինչից Թրամփ-Մաչադո հանդիպումը դրական է եղել։ Սոցիալական ցանցում Թրամփը շնորհակալություն հայտնել Մաչադոին, Մարիան ինձ հանձնեց խաղաղության Նոբելյան մրցանակ իմ կատարած աշխատանքի համար եւ այդ հանդիպումը անվանել է գերազանց։ Վաշինգտոնը շարունակում է քննարկել Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլոր տարբերակները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայք Ուոլցը։ Նա հավելել է, որ Իրանի իշխանությունները կրում են իրանցի ժողովրդի տնտեսական տառապանքների եւ նրանց ազատության ճշմարտ պատասխանատվությունը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչի տեղակալ Դարզին իր հերթին Միացյալ Նահանգներին մեղադրել է Իսլամական Հանրապետությունում իրավիճակի ապակայունացման անմիջական մասնակցության համար։ Նա հավելել է, որ Թեհրանը համաչափ կարձագանքի Վաշինգտոնի կողմից ագրեսիայի ցանկացած գործողության։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթներ են ունեցել նաև Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները, քննադատել Իրանին հարվածներ հասցնելու Միացյալ Նահանգների սպառնալիքները։ Հիշեցնենք, դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման եւ մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով, անկարգություններով։ Արևմտյան լրատվամիջոցները վկայակոչելով իրավապաշտպան խմբերին հայտնել են ավելի քան 2500 զոհի մասին, բայց Իրանի արտաքին գործերի նախարարը նշել էր, որ զոհերի թիվը մի քանի 100 է։ Թրամփը հայտարարել է խաղաղության խորհրդի ստեղծման մասին, որը պետք է ղեկավարի Գազայի հատվածի վերակառուցումը։ Միացյալ Նահանգների նախագահը կղեկավարի խաղաղության խորհուրդը։ Խաղաղության խորհրդի կազմում հավանաբար կներառվեն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Եգիպտոսի եւ Թուրքիայի ներկայացուցիչները։ Այս կառույցի ստեղծումը մտնում է Թրամփի Գազայի հատվածում խաղաղության 20 կետանոց ծրագրի մեջ, որը ներառում է նաև միջազգային ուժերի տեղակայում։ Խաղաղության խորհուրդը պետք է վերահսկի պաղեստինյան տեխնոկրատական կառավարությունը, որը կառավարելու է Գազայի հատվածի կյանքը։ Լուրերում այսքանը, քիչ անց տեսանկյունների եթերում, տեսանկյան եթերում զրուցելու ենք առողջության համընդհանուր ապահովագրությունից, հյուրն է Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը։